2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ վիրավորված մեր զրուցակիցները ոչ զարմացած էին այդ դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման նախաձեռնության տապալումից, ոչ էլ որևէ ակնկալիք ունեին, որ գործող իշխանությունների օրոք իրենք կիմանան, թե ովքեր են իրենց վրա կրակողն ու իրենց հաշմանդամ դարձնողը։ Արդարադատության նկատմամբ հավատը կորցրած վիրավորների թիվ 1 խնդիրն այսօր սեփական կարիքները հոգալն է։ Արարատի մարզի Խորվիրապ գյուղի բնակիչ Խաչիկ Դավթյանի համար մարտի 1-ից հետո միակ լուսավոր իրադարձությունը դստեր ծնունդն է եղել։ 39-ամյա տղամարդը կորցրել է եւ առողջությունը, եւ աշխատանքը, մինչեւ հիմա գործազուրկ է։ Տանջանքից բացի ուրիշ բան չտեսա։ Մարտի 1-ից եսկում։ Ես հաշվանդամ եմ, ես ոտը 19 սմ վնասված է, 3 անգամ օպերացիաներ, ես ամիս 20 օր մեջքիրա պարկած եմ ելնում Մարգարյան երկրորդում, ոչ աջ, ոչ ձախ, դուրը կողոսալի ես չեմ իմացել դրանից են գոմիշ կա, հիմա սանտիմ 7 մմ մոտ սանտիմ 7 տենց կարճացիր է, քայլում եմ ասենք չեմ զգում, թաթս ընդհանրապես ասենք թաթս ոչ ման չեմ զգում, պատկերացրեք մեխը բան չերես կոշիկ մտել է ոտս, չեմ զգացի, անզգա է էլի թաթս։ Խաչիկ Դավթյանը մարմնական վնասվածք է ստացել մարտի 1-ի գիշերը ժամը 11-ի շրջակայքում, ինչպես ինքն է պատմում, այդ օրը վաղ առավոտյան Ազատության հրապարակում նստացույցը ցրելու ոստիկանների օպերացիայի ժամանակ կոտրել են իր ատամնաշարը, հետո գիշերը կրակել են վրան։ Չերյոմխա 7-ից արձակված փամփուշտը կպել է աջ ոտքին, ինչի հետևանքով արդեն 6 տարի չի կարողանում հրաժարվել ձեռնափայտից։ Ինձ շոշի վրան է խփել, Լեոյի դեմը, ցկան խամուտի մոտ։ Դե որ կանա ոտին նայում թաթս չկա, թաթս ֆրացել էր ես կոմի վրա։ Անգամ գետին մեր բանը դաս պատահական մարդիկ ինձ եկալ են, դից հասցրել են Մարգարյան երկրորդ հիվանդանոց, 3 օպերացիա արել։ Մինչև 2008-ի ապրիլի 17-ը Խաչիկ Դավթյանը հիվանդանոցում է եղել։ Ցանկացել են ոտքը կտրել, թույլ չի տվել։ Հիվանդանոցից դուրս գալուց հետո առանց որևէ ծանուցագրի տանից ձեռնափայտերով տարել են հարցաքննության։ Ոտքի 3-րդ վիրահատության պատճառը վիրավորի հավաստմամբ եղել է հենց հարցաքննությունը, որը Խաչիկ Դավթյանի վկայությամբ ուղեկցվել է սպառնալիքով ու խոշտանգումներով։ Քննիչը պահանջել է, որ ընդդիմադիրների դեմ ցուցմունք տա, ինչին Դավթյանը ոչ մի գնով չի համաձայնել։ Մեկան վեկան տնից պետք է դատախազություն։ Հրամանայք է վերևից պետք է քեզ տանք դատախազություն։ Անձի վեկալերն տարեն դատախազություն, այնտեղ շատ ահավոր վատ վերաբերմունք։ Ասում եմ ջարդած ոտը տեսա, ասում հա, ինձ ասում եմ, եթե բան հարցերից իմ ուզած ձևը չպատասխանես, եմուս ոտել կջարդեմ։ Կրակեմ մի ոտիդ կասեմ բանը փախնում էր կրակեցին։ Ասում լսի, ասում ես կաստիներով եմ, բացի հետի ոտս հաշվանդամ եմ 13 սանտիմ, ոտս տրակած է, էլի։ Առաջինը ասում եմ դու հնակով հավատը կգա, որ ես կարամ թախնեմ, դու ինձ կրակես, ասում եմ ձեի տարկիր չի։ Բանը կլնի ինձ ոնց ես եմ ուզում, կգրես ինձ ոնց ես եմ ուզում, տեսան արդեն որ ոչ ման չլնում, կուզեք ասի ճակատացում ասի խփեք ասի, կուզեք ասի ինչ ուզեք արեք, ոտներս ասի սենց ասի ժիվո ինձ ասի փրթեքել ասի, այդպես բան չեմ կարողանում ասի։ Մեկը կար Աշոտ չեմ իմանում ինչ անեն ազգանունով, այդ թե Խաչատրյան թե ինչ չեմ իմանում, հա անջտի։ Ինքը որ ասենք դատախազություն գորովակին մեն կաբինետում որ ին ոտը ֆրասրեց, ոտիս վերքը նորից բացվավ։ Ես դա ջինսած վատացա, ոտս գիպսի մեջ, բռնես ոտս ֆրասրեց։ Այնպես գիպսը ֆրասրեց։ Ես ուշքս գնացել եմ։ Քերականից այդ Վազգենը որ կա, որ ինձ տարերա, եկել էր տնից տարերա բանում, դատախազությունում։ Անգամ ինքը իմ գորոցից իմ ձենից մտելա ներս, իմ դեմ։ Հերախոսը տվեց, պարզեց բանին Գորհովակիմյանին, թե առ, տես ինչ են ասում, պետն է, մեր պետն է, ինքը ձերը պրտեց, թե եսի քո պետն է, իմ պետը չի։ Ու բասենագս դուրս արի, թե չէ զորով կանենք սենակից։ Ես մի պահ ուշքս գնացել եմ, հետո ուշքի գալուց իրանց ասել եմ, բան, դեղ չեն տվել ինձ ասենց իրանք։ Նորից հիվանդանոց եմ պարկել, ես նորից ոտից գիպսը քանդել են, թազա նորից գիպս եմ դրել։
Բայց ոչ միայն մարտի 1-ին Խաչիկ Դավթյանի վրա կրակողը, այլ նաև նրան սպառնացած ու խոշտանգած իրավապահներից որևէ մեկը, չնայած վիրավորի դիմում բողոքներին, այդպես էլ պատասխանատվության չի ենթարկվել։ Մարտի 1-ին հրազենից վիրավորված հետագա հետապնդումներից խուսափելու համար արտերկիր մեկնած Ռոբերտ Բաղդասարյանը ևս մեծ հետ զրույցում հարց էր տալիս. ինչպես կարող են իշխանությունները ստեղծել մարտի 1-ի եւ հաջորդած հանցագործությունները բացահայտող մարմին կամ հանձնաժողով։ Դա հավասարազոր է ոնց որ դատախազին ասես ինձ սանկցիա դու որ գամ քեզ կալանավորենք։ Ինձ չի թվում որ մարդիկ որոնք այդ դեպքերը սպանդի հեղինակներն են իրանց կալանավորելու սանկցիա կտան։ Ռոբերտ Բաղդասարյանը համոզված չէ, որ մարտի 1-ի գիշերը պարոնյան Լեո Խաչմերուկում իր վրա դիպուկ ահարը չի կրակել։ Նպատակը չգիտե։ Գուցե արտակարգ դրություն մտցնելու համար պետք էին զոհեր ու վիրավորներ։ Ասում է, ինչպես կարող էի հավատս չկորցնել ու չհեռանալ Հայաստանից, չէ որ իրական հանցագործներին գտնելու փոխարեն կարող էին վիրավորներին հետապնդել։ Մանավանդ որ մարտի 1-ին վիրավորվելուց հետո քաղաքական շարժառիթներով երիտասարդ տղամարդուն ազատել են աշխատանքից։ Մեր իշխանություններից համենայն դեպս ամեն ինչ սպասելի էր։ Վերջում հավելեմ, որ մարտի 1-ին վիրավորված ցուցարարների թիվն անցնում է 150-ից, մինչև օրս որևէ անձ հրազենային կամ բեկորային վնասվածք հասցնելու մեղադրանքով պատասխանատվության չի ենթարկվել։